ամենամեծ բանը, որ ստեղծել են ներկայիս իշխանությունները, դա ճիշտ նշեցիք, վախի մթնոլորտ ստեղծելն է բոլորի մոտ, թեկուզ երիտասարդներ կան, ովքեր որ չեն գալիս մեզ մոտ, հիմնականը վախն է, այսինքն թեկուզ բուհերի երիտասարդները դա վախն է, ոչ թե երիտասարդը անտարբեր է, ոչ թե չի սիրում իր հայրենիքը, այլ վախենում է։ Իսկ ներողություն եմ խնդրում, դուք այդպիսի դեպքեր գիտեք, որ բուհերուն վախեցրել են։ Այդ դեպքեր կոնկրետ չեմ կարող ասել, նախորդ պայքարների ժամանակ օրինակներ կան, երբ որ բուհերից ուսանողների են հեռացրել, ինչու՞ չէ նաև մեր ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներն են, լավագույն դասախոսներին բուհերից հեռացրել են, քանի որ չեն կիսում տվյալ իշխանությունների քաղաքական հայացքները։ Ունենք նաև նման օրինակներ Երևանի պետական համալսարանում, Բրյուսովի անվան համալսարանում, նման դեպքեր ունենք։ Քանի որ մտածում են բոլորը, եթե այս ամեն ինչը ծավալվում է Սամվել Կարապետյանի սրբազանների շուրջ, կծավալվի նաև իրեն շուրջ։ Այդ վախի մթնոլորտը ստեղծել են, բայց այդ ամենը ժամանակավոր է, իշխանությունները ժամանակավոր են եւ շատ քիչ է մնացել ներկայիս իշխանությունների եւ այդ ամեն ինչը վերացվելու է եւ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ առաջնորդ, որի հետ կրկին վերադառնալու ենք մեր բարի, հանգիստ կյանքին։ Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը կխնդրեմ, որ ձեր կոչը հղեք բոլոր այն երիտասարդներին, ովքեր ուզում են անել այդ առաջին քայլը, որ երկիրը այս իրավիճակից կարողանանք դուրս հանել, բայց դեռ երկմտում են, ինչու՞ չէ նաև վախից խոսեցինք, վախենում են։ Օրինակը, երբ որ ես եւս բուհում եմ սովորում, եւս աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց ամեն ինչը վտանգի տակ դնել պետք է հանուն հայրենիքի։ Եթե չունենանք հայրենիք, մեր ստացած կրթությունը, մեր աշխատանքը ոչ ոքի պետք չէ։ Եթե չունեցանք հայրենիք, չունեցանք պետություն, չունեցանք հող, որի վրա մենք մեզ կկանգնենք եւ ամուր կզգանք, այդ ամեն ինչը մեզ անհրաժեշտ չէ։ Եվ երիտասարդներին, այն երիտասարդներին, ովքեր դեռևս երկմտում են, արժե ներգրավել, միանշանակ արժե ներգրավել, քանի որ մեր ձևով շարժումը Սամվել Կարապետյանը կանգնեց իր հայրենիքի կողքին եւ իրականացնում է ազգայնանվեր գործ։ Իսկ ազգայնանվեր գործի կողքին կանգնել միշտ պետք է, քանի որ մեր հասարակության շարժիչ ուժը հենց երիտասարդներն են։ Եվ ես շատ եմ ասում, ապագան, ոչ ներկայիս իշխանությունների ասած ապագան կամ խոստացած ապագան, մեր իրական ապագան երիտասարդներին է, եւ երիտասարդները պետք է այդ ապագան կառուցեն ճիշտ եւ ամուր հիմքերի վրա։